Հավանաբար շատ եք նկատել, որ երբ խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, մենք ինքնաբերաբար օգտագործում ենք անցյալ ժամանակը։ Կարծես խոսքը պատմության ավարտված եւ փակված էջի մասին է։ Սա թվում է բնական, որովհետեւ լեզվի տրամաբանությունը ինքնին մեզ մղում է անցյալը ընկալել որպես ավարտված երևույթ։ Սակայն հենց այստեղ է թաքնված հիմնարար հեղացումը եւ թուրըմբռնումը։ Բոլոր նրանք, ովքեր խորությամբ ուսումնասիրել են այս երևույթը, գիտեն, որ ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացման ակտ չէ։ Այն նաև հիշողության, ներկայության, հետքերի, անունների, տեղանունների, մշակութային ժառանգության եւ վկայության բուն հնարավորության հետևողական ջնջման գործընթաց է։ Այն շարունակում է ժխտման քաղաքականության մեջ, պատմական նարատիվների ձևակերպման մեջ, տեղի ունեցածի խեղաթյուրման փորձերում, երբեմն նաև քննարկման շրջանակի փոփոխման միջոցով։ Եվ եթե այս ողբերգության առաջին ֆիզիկական փուլը սարսափելի կերպով իրականացվել է ամբողջությամբ, ապա երկրորդը դարձել է շատ ավելի երկարատև եւ ոչ պակաս վտանգավոր։ Եթե սա ընդունում ենք որպես իրողություն, այլևս չպետք է սահմանափակվենք, եղել է արդյոք ցեղասպանություն ձևակերպմամբ։ Այդ հարցը վաղուց ստացել է իր պատասխանը պատմական, գիտական եւ բարոյական մակարդակներում։ Ավելի բարդ հարցը այլ է։ Ավարտված է արդյոք ցեղասպանությունը որպես գործընթաց, եթե դրա հետևանքները ու տրամաբանությունը շարունակում են դրսևորվել տարբեր ձևերով եւ տարբեր պայմաններում։ Այս հարցի դժվար է պատասխանել, եթե պատմությունը դիտարկում ենք միայն որպես ավարտված իրադարձությունների շարք։ Բայց երբ այն ընկալում ենք որպես հետևանքների համակարգ, գալիս ենք այն եզրակացության եւ գիտակցմանը, որ որոշ պատմական վերքեր չեն ավարտվում իրենց պաշտոնական ավարտով։ Դրանք տեղափոխվում են այլ հարթություններ՝ հիշողություն, քաղաքականություն, հանրային գիտակցություն, միջազգային հարաբերություններ։ Այս կետում անցյալ ու ներկան միաձուլվում են։ Անցյալը չի անհետանում, այն փոխում է իր ներկայության ձևը։ Իսկ որտեղ է այսօր անցնում անցյալի եւ ներկայի սահմանը։ Այս հարցը տեսական չէ։ Այն ունի շատ կոնկրետ դրսևորումներ։ Այս համատեքստում Արցախում տեղի ունեցածը ընկալվում է ոչ թե որպես մեկ ուսացված ճգնաժամ, այլ որպես ավելի երկար պատմական հետազոտի մաս, որտեղ անցյալի ողբերգական փորձը չի հաղթահարվել իր հետևանքներում։ Խոսքը իրադարձությունների նույնացման մասին չէ, խոսքը մեխանիզմների կրկնության մասին է։